Բարը ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանարդ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1121-րդ օրն է։ Ելնելով ձեր արձագանքներից, որոշեցինք շարունակել կարճ, բայց հագեցած հեռարձակումների ձևաչափը։ Այսօր հինգշաբթի է, բացի կարևոր նորություններից, մենք որոշեցինք ձեզ հետ կիսվել ռուսական եւ ամերիկյան աղբյուրներից Բելգրադի մարզում տիրող իրավիճակի մասին տեղեկություններով։ Մինչ եթերը սկսել ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեր լայքերի, մեկնաբանությունների եւ մեր եթերները տարածելու համար։ Շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Քանի որ ուկրաինական պաշտոնական լրատվությունը չի անդրադառնում Բելգրադի մարզում իրավիճակին, մենք որոշեցինք ձեզ համար գտնել վստահելի աղբյուրներ եւ իրավիճակի մասին պատմել։ Ընդհանրապես, երբ որ օպերացիան ընթացքի մեջ է, ուկրաինական տեղեկատվությունը լռում է, միշտ օպերացիայի, ասենք, ինչ որ մի կետից հետո են հասարակությանը տեղեկ պահում, որովհետև ռազմի դաշտում ինչ ասես պատահում է, ամեն մի քայլի համար, ասենք, ուկրաինական կողմը չի փիառվում։ Դրա համար ձեզ համար տեղեկատվություն ենք ճարել ռուսական եւ մասնավորապես ամերիկյան աղբյուրներից։ Ուկրաինայի զինված ուժերի անսպասելի հարձակումը ոչ միայն ճեղքեց ռուսական պաշտպանությունը Բելգրադի մարզում, այլև իսկական քաոս առաջացրեց ռուսների եւ Պուտինի իշխանությունների շրջանում։ Հիշեցնեմ, որ սա ռուսական անկախ աղբյուրների տվյալներն են։ Բելգրադի մարզի Կրասնոյարուշսկի շրջանը ուկրաինական բանակի անսպասելի արշավից հետո հայտնվել է ռազմական գործողությունների էպիկենտրոնում։ Մինչ ռուսական իշխանությունները հայտնում էին, որ իրենք հետ են մղել հարձակումները, բնակիչները մնացել են միայնակ քաոսի եւ համակարգման բացակայության հետ։ Այս մասին գրում է ռուսական Վյորստկան։ Ուկրաինայի զինված ուժերի հանկարծակի ճեղքումը անակնկալի է բերել Ռուսաստանին, գրում են փորձագետները կախուճապ բնակիչների շրջանում։ Մարդկանց մեծամասնությունը տները լքելու անհրաժեշտության մասին իմացել է սոցիալական ցանցերի հաղորդագրություններից։ Բարձրախոսները միայն մեկ անգամ եւ այնքան անհասկանալի են հայտարարել տարհանման մասին, որ ոչ ոք չի հասկացել ինչ անել։ Ավտոբուսները կանգնեցվել են անհարմար վայրերում, ինչը պահանջում էր երեխաների եւ տարեցների հետ երկար քայլել մինչեւ հասնել ավտոբուսներ։ Շատերը ստիպված են եղել տարհանվել օգտագործելով անձնական տրանսպորտ առանց երթուղու հստակ պատկերացման։ Տեղական իշխանությունների անօգնականությունը եւ բնակիչների զայրույթը քողարկել չի հաջողվում։ Բնակիչները դժգոհում էին, որ տաքսու վարորդները գներն են թանկացրել։ Դե տաքսու վարորդների համար ինչ էլ լինի, իրենք իրենց բիզնեսի տերն են։ Իշխանությունները չօգնեցին, իսկ մարդիկ ինքնուրույն օգնություն էին կազմակերպում միմյանց համար։ Մարզպետ Գլադկովը իրավիճակը բացատրելու փոխարեն գերադասել է լռել։ Չաթերում մարդիկ պահանջում էին վարչակազմի գործողությունների վերաբերյալ դատախազական հետաքննություն։ Սահմանային մարտերը բերել են ռուսական կողմի սահմանի վրա վերահսկողության կորուստի։ Ռեպյախովկա գյուղում կապ լույս ջուր չկար։ Գյուղի վրայով պտտվում են ուկրաինական FPV անօդաչու սարքերը, լսում էին պայթյուններ։ Ըստ ռուսական աղբյուրների մարտեր են ընթանում Պապովկա, Գրաֆովկա մայրուղու տարածքում։ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են շրջափակել տարածաշրջանի հյուսիսային հատվածը եւ ավելի խորն են շարժվում դեպի ռուսական տարածք։ Օսինտ վերլուծաբանները հաստատում են մարտերը մինչև 10 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որակելով ռուսական գործողությունները պաշտպանության տոտալ անկարողություն եւ ձախողում։ Ռուսական աղբյուրները հայտնում են զինուժի կորուստների եւ տեխնիկայի ոչնչացման մասին։ Հարձակումները ուղեկցվում են սահմանամերձ շրջանների ռմբակոծմամբ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը շարունակում է ձևացնել, թե ամեն ինչ վերահսկելի է, տեղի ունեցողը կապելով Պուտին-Թրամփ բանակցությունների շուրջ բացասական ֆոն ստեղծելու փորձի հետ։ Ուկրաինան հարվածներ է հասցնում եւ ամրապնդում է իր դիրքերը։ Ուկրաինացի զինվորականները ցուցադրում են թշնամու տարածքի խորքում գործելու կարողություն։ Ինչպես նշում է Էկոնոմիստը, գործողության նպատակը բուֆերային գոտի ստեղծելն է։ Սա ամրապնդում է Ուկրաինայի դիրքերը միջազգային բանակցություններում եւ ծաղրի է հանում ռուսական պաշտպանական համակարգը։ Անցնենք ուկրաինական տեղեկատվության։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո շեշտել է, որ Ուկրաինան համաձայնել է հրադադարի ռեժիմի պահպանմանը էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտում։ Մեջբերեմ, մենք հանձնարարել ենք մեր թիմերին լուծել տեխնիկական հարցերը կապված մասնակի հրադադարի իրականացման եւ ընդլայնման հետ։ Ուկրաինական եւ ամերիկյան թիմերը
պատրաստ են առաջիկա օրերին հանդիպել Սաուդյան Արաբիայում, շարունակելու խաղաղությանն ուղղված քայլերը։ Մենք հանձնարարել ենք մեր խորհրդականներին եւ ներկայացուցիչներին հնարավորինս արագ իրականացնել այդ աշխատանքը։ Թիմերը կարող են համաձայնության գալ բոլոր ասպեկտների շուրջ, որոնք անհրաժեշտ են դեպի երկարաժամկետ խաղաղություն եւ անվտանգության երաշխիքներ ստանալու համար, ասել է Զելենսկին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտնել է, մեջբերեմ նախագահ Զելենսկին խնդրել է հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել խաղաղ բնակչությունը պաշտպանելու համար, մասնավորապես Patriot հրթիռային համակարգեր։ Իր հերթին նախագահ Թրամփը համաձայնել է աշխատել գտնելու այն, ինչ հասանելի է մասնավորապես Եվրոպայում, ասել է խոսնակը։ Իմիջիայլոց Ամերիկան Ուկրաինային խոսքեր տվել եւս 10 հոբ կայաններ, որը չի տվել։ Խոսքը, եթե չեմ սխալվում, 7 NASAMS-ի եւ 3 Patriot-ի մասին էր, այնպես որ ամեն խոստացած չէ, որ տեղ է հասնում։ Այս հատվածը վստահ եմ ձեզ կհետաքրքրի։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցի ժամանակ առաջարկել է Ուկրաինային իր էլեկտրակայանները փոխանցել Ամերիկային, դրանք ավելի լավ պաշտպանելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի եւ ԱՄՆ պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ, որը մարտի 19-ին Վաշինգտոնում ընթերցել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, բայց այստեղ մի նրբություն կա։ Երբ խոսքը հանքերի մասին էր, Զելենսկին առաջարկում էր ինվեստիցիաներ անել չգործող հանքերի ոլորտում եւ դարձնել դրանց գործող։ Իսկ եթե խոսում ենք էլեկտրակայանների մասին, ապա այս ամենը տեր ունի մասնավոր սեփականատերեր։ Չգիտեմ Թրամփը ինչ է մտածել, բայց ի տարբերություն ուրիշների Ուկրաինան իրավական երկիր է եւ համաեվրոպական էներգետիկ համակարգի մաս է կազմում։ Հենց այնպես վերցնել եւ փոխանցել ամերիկացիներին հնարավոր չէ։ Իսկ եթե խոսքը գնա բիզնես առաջարկության, չեմ կարծում, որ այնտեղ ավելի քիչ պաշտպանված լինի Ուկրաինայի շահերը, ինչպես օրինակ հանքերի մասով էր։ Իմիջիայլոց 2 շաբաթ է հանքերից չեն խոսում ամերիկացիները, հետաքրքիր է մոռացել են, թե ձեռնատու չէ եւ պարզապես լռում են։ Շարունակեմ մեջբերել Քերոլայն Լևիտի խոսքը։ Նախագահ Թրամփն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆանտաստիկ հեռախոսազրույց են ունեցել։ Հայտարարության սկզբից կարդացել է Սպիտակ տան խոսնակը։ Նրա խոսքով Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին արդյունավետ մեկնարկի համար, այդ թվում մարտի 11-ին Ջիդայում ուկրաինական եւ ամերիկյան թիմերի հանդիպման ժամանակ, ինչը զգալիորեն օգնեց շարժվել դեպի պատերազմի ավարտ։ Բացի այդ, նշվում է, որ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ամերիկային աջակցության համար, սկսած Ջևելին հակատանկային հրթիռներից, որոնք նախագահ Թրամփը տրամադրել է իր առաջին պաշտոնավարման ընթացքում, մինչև ընթացիկ ջանքերը։ Մեջբերեմ առաջնորդները համաձայնել են, որ Ուկրաինան եւ Ամերիկան շարունակեն աշխատել միասին պատերազմն իսկապես վերջ տալու համար, ասել է Լևիտը։ Աչքից Զելենսկին Թրամփի տամարը գտել է։ Լավ ժամանակից շուտ ուրախանանք, բայց շփման մաներան ինձ թվում է դուք եք արդեն նկատել, որ փոխվել է։ Բենց Բրիտանիան հիասթափեցրել է Պուտինին, մերժելով Ուկրաինայի զինադադարի վերաբերյալ Պուտինի գլխավոր պահանջներից մեկը։ Լոնդոնը մտադիր չէ դադարեցնել Կիևին ռազմական աջակցությունը, չնայած Կրեմլի պահանջներին։ Բրիտանական կառավարությունը մերժել է Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի պահանջը, որով պետք է դադարեցվի հրադադարի ժամանակ Արևմուտքի զենքի մատակարարումը Ուկրաինային։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը հայտարարել է, որ Լոնդոնը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին։ Այս մասին մեզ տեղեկացնում է Bloomberg-ը։ Մեջբերեմ մենք միշտ կշարունակենք ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, ասել է վարչապետ Ստարմերը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցից հետո ասել է, որ Վաշինգտոնի եւ Կիևի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը շարունակվելու է։ Ինձ թվում է կարճ եթերի համար երևի թե այսքանը բավարար է։ Հիշեցնեմ, որ օրվա արդիական լրահոսը կարող եք գտնել մեր Telegram-յան ալիքում։ Եթե լինեն կարևոր նորություններ, միգուցե նոր եթեր կազմակերպենք ձեզ համար։ Ձեզ լավ օր եմ մաղթում։